Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ Մեկ հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Ողջույն, առաջին լրատվականի եթերում տարածաշրջան եւ Անդին հայոց Երևանից հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Սիրանուշ Պապյանն եմ։ Անդրադառնալու ենք մեր տարածաշրջանում ու դրանից դուրս տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մոտ ապագայում կհանդիպի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զելենսկին նշել է, որ ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը նրան տեղեկացրել է ամերիկյան կողմի հետ իր վերջին շփումների մասին։ Մենք ոչ մի օր չենք պատնում։ Մենք համաձայնվել ենք մոտ ապագայում բարձր մակարդակի հանդիպման նախագահ Թրամփի հետ։ Մինչև նոր տարի շատ բան կարելի է որոշել, հավելել է Զելենսկին։ Իսկ ահա Կիև Post պարբերականը հաղորդում է, որ Զելենսկի այցը կարող է տեղի ունենալ արդեն դեկտեմբերի 28-ին։ Նա կմեկնի Ֆլորիդա, որտեղ կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ։ Մենք ունենք մի քանի նոր գաղափարներ, որոշ փաստաթղթեր արդեն պատրաստ են, նախորդին ասել է Զելենսկին իր սուրբ ծննդյան ուղերձում։ Նշենք, որ Զելենսկին նախորդին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի եւ նրա փեսայի Ջարեդ Քուշների հետ։ Իր սոցցանցերի էջերում Զելենսկին հայտնել է, որ դա իսկապես լավ զրույց էր, որի ընթացքում քննարկվել են ինչպես մոտեցնել խաղաղությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի առաջատար գործարարներից մի քանիսի հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է պատրաստ լինի Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից վերահսկվող որոշ տարածքների փոխանակմանը, սակայն ցանկանում է ստանալ ամբողջ Դոնբասը։ Այս մասին հաղորդում է Կոմերսանտը։ Նշվում է, որ Պուտինը դեկտեմբերի 24-ին Կրեմլում կայացած գիշերային հանդիպման ժամանակ առաջատար գործարարներին ծանոթացրել է ծրագրի մանրամասներին, ըստ որի նա ցանկանում է ստանալ ամբողջ Դոնբասը, սակայն այդ տարածքից դուրս չի բացառվում ռուսական կողմից տարածքների մասնակի փոխանակումը։ Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ դեռևս չեն կարողացել համաձայնության հասնել Դոնբասի տարածքների հարցում։ Ըստ միջազգային լրատվամիջոցների, ամերիկյան կողմը ուկրաինացիներին համոզում է դուրս գալ ամբողջ Դոնբասի տարածքից, սակայն Զելենսկին չի համաձայնվում այդ տարբերակին։ Համաշխարհային լուրերից անցում կատարենք տարածաշրջանային նորություններին։ Ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել Ադրբեջանի ազգային ավիափոխադրողի օդանավի կործանման տարելիցի կապակցությամբ Ղազախստանի կողմից հրապարակած նախնական հայտարարության վերաբերյալ։ Ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ազալի ուղևորատար ինքնաթիռի աղետի հետաքննությունը շարունակվում է Չիկագոյի միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի 13-րդ հավելվածի համաձայն։ Նշվում է, որ հետաքննությունը վարում է Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը, միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության, Ադրբեջանի, Բրազիլիայի ու Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս հետաքննությունից բացի 3 երկրների Ադրբեջանի, Ղազախստանի եւ Ռուսաստանի քննչական մարմինները նույնպես իրենց իրավասության շրջանակում անցկացնում են միջադեպի քրեական հետաքննություն։ Նախորդին տարածված միջանկյալ հայտարարության մեջ ընդգծվում է, որ թթվածնի բալոններն անվնաս են եղել, ինչը բացառում է ներքին պայթյունի հնարավորությունը։ Այն նաև պարունակում է տեղեկություններ զենքի համակարգին պատկանող օտարերկրյա մետաղական առարկաների մասին, որոնք ինքնաթիռը վնասած պայթուցիկ սարքից մասնիկներ էին, սակայն միջանկյալ հայտարարության մեջ չի նշվում այս զենքի համակարգի մոդելը։ Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարն արդեն նշել է, որ այս զենքի համակարգը պատկանում է հոպ ուժերին։ Հաջորդ փուլում ղազախական կողմը պետք է հրապարակայնորեն ներկայացնի ավարտված հետաքննության արդյունքներն արտացոլող վերջնական զեկույցը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդին ստորագրել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման մասին հուշագիրը հաստատելու մասին օրենքը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ համաձայնագրի ստորագրող կողմերը պարտավորվում են փոխադարձ օգնություն ցուցաբերել իրենցից մեկի դեմ զինված ագրեսիայի դեպքում ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով ճանաչված անհատական ու կոլեկտիվ ինքնապաշտպանական իրավունք
համագումարությունն իրականացնելու համար։ Կողմերը միմյանց ռազմական օգնություն են ցուցաբերում իրենցից մեկի խնդրանքով եւ իրենց ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Խաղաղ ժամանակ կողմերը, ինչպես նշեցինք, պարբերաբար համատեղ զորավարժություններ եւ զորաշարժեր են անցկացնում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալային։ Նա նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կաբինետի անդամ է եղել։ Նշվում է, որ ձերբակալությունը կապված է հոկտեմբերի 4-ի բողոքի ակցիայի հետ։ Հանրահավաքը տեղի ունեցել տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների օրը կառավարության խաղաղ տապալում կարգախոսով։ Մասնակիցները նախ հավաքվել են Ազատության հրապարակում, ապա երթով շարժվել դեպի նախագահական պալատ։ Ցուցարարներից ոմանք ճեղքել են մետաղական ցանկապատը եւ մտել նախագահականի բակ, որտեղից նրանց դուրս են բերել ոստիկանական ուժերը։ Պետական անվտանգության ծառայության պնդմամբ ակցիայի կազմակերպիչները բազմիցս համացանցով կապ են հաստատել Ախալայի հետ, նախքան նախագահական պալատը գրավելու ծրագրի մասին հայտարարելը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախկին պաշտպանության նախարար Բաչո Ախալայի ձերբակալությունը անվանել է կանխարգելիչ քայլ, որը նրա խոսքով նպատակ ունի կանխել երկրում սադիզմի վերադարձը իշխանության։ Նա այս մասին հայտարարել է ԻՄԵԴ-ի հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ըստ նրա, անցյալում շատ լուրջ հանցագործությունների համար դատապարտված անձինք, ինչպես ցույց է տալիս ներկայիս հետաքննությունը, դեռևս մտածում են նոր հանցագործություններ կատարելու մասին։ Ավելին, նրանք մտածում են իշխանության վերադառնալու եւ 12 թվականից առաջ արածը կրկնելու մասին։ Իշխանության հիմնական խնդիրներից մեկը դա կանխելն է։ Ըստ այդմ, նախկին բարձրաստիճան պաշտոնյայի ձերբակալությունն ունի կանխարգելիչ նպատակ, քանի որ այդ մարդկանց իշխանության վերադարձը կնշանակեր սադիզմի վերադարձ իշխանության։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։